Նախօրեին կանչի վայրից հետ գնալու ժամանակ վաղ առավոտյան ժամը 6-ի սահմաններում Թամանցիներ փողոցում գործարանային մետրոյի հարևանությամբ հենց այստեղ է շտապօգնության մեքենան բախվել Երկաթե Էլեկտրասյանը։ Վթարի հետևանքով վարորդի կողքին եղած բժիշկը մահացել է, բուժքույրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։ Երևանի շտապօգնության տնօրենն ասում է, հավանաբար վարորդի աչքն է կպել ղեկին։ Երևանի քաղաքապետարանի խոսնակն էլ հայտնել է, որ վթարի հետևանքով մահացած բժիշկը ամրագոտիով ամրակապված չի եղել, ինչի հետևանքով ստացել է ծանր վնասվածքներ, որոնք կյանքի հետ անհամատեղելի են եղել։ Վթարից տուժած վարորդն ու բուժքույրը տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն։ Վարորդը կոտրվածքներ է ստացել, բուժքույրը վիրահատվել։ Բուժքույրը եղել է ծանր վիճակում, կատարվել է գործիքային լաբորատոր հետազոտություններ, ախտորոշվել է որովայնի վնասվածք, կրծքավանդակի վնասվածք, գլխուղեղի վնասվածք, եղել է ներքին արյունահոսություն, անմիջապես տեղափոխվել է վիրասրահ, կատարվել է սպլենեկտոմիա, հայծախի հեռացում եւ դադարեցվել է արյունահոսությունը։ Վարորդի վիճակը եղել է կայուն, հետազոտություններ է անցել։ Ախտորոշվել է կրծքավանդակի փակ վնասվածք, տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Վերակենդանացման բաժանմունքում վիճակի կայունացումից հետո տեղափոխվել է բաժանմունք հետագա բուժումը շարունակելու նպատակով։ Այժմ բուժքույրը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Նախնական վարկածով քնել արեկին, բայց դա քննությունը վերջում կպարզի քնել է թե հեռախոսի մեջ է եղել։ Ես ինքս վարորդի հետ խոսացել եմ, չի հիշում։ Հիմա կա տեսագրություն, մենք էլ ունենք տեսագրություն, որևէ խոչընդոտ չի եղել։ Այսինքն ուղղակի խփելասյան է։ Հիմա թե պատճառը ինչ կլինի, քանի որ նախաքննական փուլում է, քննությունը ընթանում, իսկ թվում է այդ բոլոր հարցերի պատասխանը վերջում լինելու է։ Հայկական ժամանակի հետ զրույցում ասում է Երևանի քաղաքապետարանի շտաբ բուժօգնության ծառայության տնօրենը։ Վերջինս չի ընդունում այն քննադատությունները, թե 25-ամյա վարորդը եղել է անփորձ։ Նրա խոսքով վարորդն աշխատել է այլ պատասխանատու կառույցներում եւս։ Շտապօգնության ծառայությունում աշխատում է արդեն 10 ամիս։ Հերթափոխային աշխատանքը 24-ժամյա աշխատանքային օրենսգիրքը թույլ է տալիս։ Մենք էլ առաջնորդվում ենք դրանով։ Ինչպես նաև կա կառավարության 2007 թվականի 201-ին որոշում, որով նույնպես կարգավորում է առողջապահական ոլորտի աշխատողների հանգստի աշխատաժամի ռեժիմը, առանձնահատկությունները։ Ու դա եւ աշխատանքային օրենսգրով առաջնորդվում ենք ու հերթափոխությունների գրաֆիկա կազմում։ Մնացածը, քանի որ ինքը փուլում է, քննությունը ընթանում, կարծում եմ հիմա վաղ է դեռ խոսալ։ Անդրադառնալով այն խոսակցություններին, թե տվյալ վարորդը հանգստյան օր չի ունեցել, ինչի արդյունքում էլ գրանցվել է պատահարը, Ռուբեն Գրիգորյանը շեշտում է։ Պատերազմի մասնակից է։ Իրան ճանաչողները բոլորը գիտեն, որ ինքը շատ նորմալ լավ երիտասարդ է։ Շտապօգնության ծառայության տնօրենը վստահեցնում է, որ ծառայության աշխատակիցները աշխատում են որակյալ պայմաններում։ Հետևաբար դժբախտ դեպքերի արդյունքում պետք չէ որակավորում տալ կամ մեղադրանքներ հնչեցնել թե ծառայությանը, թե ծառայության աշխատակիցներին։ Մահացած 68-ամյա բժիշկն էլ ըստ Ռուբեն Գրիգորյանի 40 տարի աշխատել է շտապօգնության ծառայությունում, սրտաբան էր։ Քննչական կոմիտեից էլ Հայկական ժամանակին փոխանցել են, որ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի, այն է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը երկրորդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ եւ կատարվում է նախաքննություն։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։